Նոր մասնագիտություն ու փոքր բիզնեսի հնարավորություն է տալիս արցախցի այս կանանց ID բանկը իր կողքի ծրագրով։ Հայ մայրեր հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի ընթացքում 65 կանայք մատնահարդարում կամ կարուձև են սովորում։ Կողքի ենք շարունակելու արդեն քայլել եւ արարել մեր երկրում։ 42-ամյա Ալվինան 2023 թվականին է բռնի տեղահանվել Արցախից ու Երևան տեղափոխվել։ Երկու երեխաների մայրը որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել ու նոր կյանք սկսել Հայաստանում։ Բանկը կարի մեքենա է տրամադրելու, որպեսզի մենք կարողանանք ինչպես նաև սովորել մասնագիտություն ձեռք բերել, որ մենք հետագայում կարողանանք մեր հացի փողը աշխատենք։ 23 թվականին Արցախից տեղահանվել է նաև Լիլիթը, ասում է մանկուց սիրել է կարել։ Այսօր կարելի է ասել իր փոքրիկ երազանքն իրագործվեց։ Ծրագիրը հնարավորություն կտա ավելի կատարելագործվելու, քանի որ հիմքը մի քիչ տիրապետում եմ եւ հետագայում ինչու՞ չէ նաև փոքր բիզնես բացելու համար։ Արցախից բռնի տեղահանվածների համար ID բանկն աջակցության ծրագրեր է իրականացնում 2024 թվականի ապրիլից։ Նախորդ տարի բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց Քո կողքին նախագիծը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40,000 դրամին համարժեք ID քոին է ստացել բանկից։ Այս փուլում արդեն մենք կարծում ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որևէ պարագայում չլքեն մեր երկիրը։ Կարծում ենք, որ շատ ավելի կարևոր է կողքի արդեն առաջ շարժվել եւ նրանց հնարավորություն ստանալու նոր մասնագիտություն, կրթվելու եւ միասին արդեն առաջ քայլելու, ծառայելու մեր հայրենիքին եւ շենացնելու մեր հայրենիքը։ Այդ իսկ պատճառով Քո կողքինը վերափոխեցինք կողքի եւ մեծ հույս ունենք, որ մեր ներդրումը իսկապես ծառայելու է կողքի առաջ շարժվելուն եւ կողքի մնալուն։ Ծրագրի 65 մասնակիցները ID բանկից ստացած 250,000 դրամին համարժեք ID քոիններով վճարեցին դասընթացների համար ու ձեռք բերեցին ուսումնառության ու հետագայում աշխատելու համար անհրաժեշտ պարագաները։ Ես համարում եմ, որ սա ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության, որի արդյունքում դու տեսնում ես մարդու կյանքի որակի բարելավումը։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ես բարեգործությունից կախված մեկը, որին անընդհատ պետքա օգնություն, այլ դարձնում ես ինքնուրույն ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել գումար եւ ապահովել իր կարիքները։ Տարբեր տարիքային խմբերի այս կանանց կյանքի պատմությունն ու առօրյա հոգսերը տարբեր են։ Նոր մասնագիտություն ձեռք բերելու ու ֆինանսապես ավելի կայուն ու անկախ լինելու ձգտումն է նրանց համախմբում։ Մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, երկրորդ կրիտերիան եղել է բազմազավակ ընտանիքների մայրեր եւ հետո ընտրել ենք արդեն ամենակարիքավոր մարդկանց, ովքեր որ ապրում են հեռավոր մարզերում եւ իսկապես ունեն աջակցության կարիք։ Դասընթացները նոր են սկսվում, բայց ID բանկում արդեն ծրագրի հաջորդ փուլի կոնցեպտի շուրջ քննարկումներն են ընթանում։ Հետագայում նաև նախատեսում ենք կողքի ծրագրի շրջանակում աջակցել նաև ուսանողների, որովհետև մեր գերակա ուղղություններից մեկը հենց կրթությունն է։ Կողքի նախաձեռնությունը կյանքի դժվարին փուլում օգնության ձեռք մեկնելու ու այդ օգնությունը պատվով ընդունելու մասին է, որն արդեն երկրորդ տարին հաջողությամբ իրականացնում է ID բանկը։